Ճարպակալման տեմպերն իհարկե ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում գտնվում են շատ տխուր ցուցանիշների վրա։ Եվ ճարպակալման հետ կապված մի այսպիսի հետաքրքիր ինֆորմացիայով կիսվեմ ձեր հետ, որպեսզի դուք իմանաք, գիտությունը, բժշկությունը ճարպային զանգվածին համարում է առանձին օրգան, էնդոկրին օրգան։ Այսինքն որովայնային տիպի ճարպակալումը, այդ ավելորդ հավաքված ճարպը, ինքը իրենով սկսում է սինթեզել այլ նյութեր, այսպես ասված, որ դուք պատկերացնեք, ինքը ոնց որ առանձին բան է, կառույց է իրանից սկսում ներկայացնել, սկսում է սինթեզել նյութեր, որոնք գնալով ավելի են վատացնում ճարպակալման վիճակը։ Ճարպակալումից պետք է եւ պարտավոր է ազատվի յուրաքանչյուր մարդ։ Ճարպակալման հետ, ճարպակալման կողքին, ճարպակալման հետևում, ճարպակալումից հեռու դեռևս կանգնած են շատ ու շատ վտանգավոր խնդիրներ եւ հիվանդություններ։ Ճարպակալման հետևանքով, հատկապես տղամարդկանց մոտ, առաջնային պլանով սկսում են գլուխ բարձրացնել սեռական բնույթի խնդիրները։ Մասնավորապես առաջնահերթ ուժում է սեռական ցանկությունը, որովհետև ճարպակալման հետևանքով իջնում է օրգանիզմում տեստոստերոնի քանակությունը։ Մեխանիզմները տարբեր են, երկար բարակ բացատրել է, պատմել է մեխանիզմների մասին, ձեզ առանձնակի ինֆորմացիա չի տա։ Հենց ոնց որ շատերը հարցնում են, բժիշկ, ասեք ծխելը ոնց է վնասում սեռական ձեր ինչին է պետք ոնց է վնասում։ Մեխանիզմը, որով դա վնասում է, դա ինֆորմացիա է, որը ոնց որ ծանրանալու է ձեր վրա։ Այսինքն, եթե դուք գիտեք, օրինակ ինֆորմացիա եք ստանում, որ ճարպակալումը վնասում է ձեզ, այդ ինֆորմացիան պետքա ձեզ բավարար լինի, որպեսզի զբաղվեք այդ հարցով, ոչ թե մեխանիզմի մեջ խորանաք, թե ճարպակալումը ոնց է վնասում։ Եվ եթե ճարպակալման հիմքում ընկած է խոլեստերինի նյութափոխանակության խանգարումը, ապա դա բերելու է անոթային մակարդակով էրեկցիայի խնդրի առաջացմանը։ Սրանք շատ լուրջ հարցեր են, որոնք անտեսված վիճակում են գտնվում մեր երկրում։ Ճարպակալում ունեցող տղամարդը դեռևս շատ շուտ, մինչև իր մոտ կառաջանան սիրտ-անոթային խնդիրներ, որի պատճառով ինքը չուզի էլ, բայց տնեցիք իրան զոռով կտանեն բժշկի, մինչև դա կան սեռական խնդիրներ։ Ընկերներ, ուզում եմ մեր ուշադրությունը, ձեր բոլորի ուշադրությունը հրավիրեմ այս հանգամանքի վրա։ Եթե դուք ունեք ճարպակալում եւ նկատում եք ձեր մոտ սեռական խնդիրներ, ապա իմացեք, որ այս ամեն ինչի հետևում կանգնած են սիրտ-անոթային խնդիրները, ինֆարկտի տեսքով մասնավորապես եւ զարկերակային հիպերտենզիան։ Սրանք լուրջ հարցեր են։ Լուրջ հարցեր, որոնք ուշադրությունից դուրս են մնում։ Այդ իսկ պատճառով ճարպակալում ունեցող տղամարդը, երբ դիմում է ինձ, սեքսոլոգիս, սեռական խնդիրներով, ես առաջնահերթ ուշադրությունը դարձնում եմ ոչ թե նրա շագանակագեղձի բորբոքման վրա, որը ոչ մի էական նշանակություն չունի այդ պատմության մեջ, այլ ուշադրություն դարձնում եմ կոնկրետ ճարպակալման վրա։ Եվ հետազոտությունները ու իմ գործողությունների պլանը ավելի շատ ուղղված են ճարպակալման պատճառները հասկանալու, լուծման տարբերակները գտնելու եւ մարդու մեջ ձևավորելու մոտիվացիա։ Այ ճարպակալման լուծման ճանապարհին շատ կարևոր է մարդու մոտիվացիա։ Եթե մարդու մեջ չեղավ մոտիվացիա, եթե մասնագետը չկարողացավ ներշնչել այդ մոտիվացիան, որ գիտես, քեզ պետքա դա, դու պետքա շահագրգռված լինես քո առողջության համար, չի լինելու։ Տարբեր տեսակի դիետաները, պրեպարատները, որոնք մենք նշանակում ենք խոլեստերինին իհարելու, չեն օգնելու, եթե մարդու մեջ չկա մոտիվացիա։ Ահա, ես ուզում եմ, որպեսզի մենք լրջորեն նայենք այս ամեն ինչին եւ դիտարկենք ճարպակալումը դարի թշնամի մեր սեփական առողջության հանդեպ։ Փորձեք մի փոքր զսպողական լինել ուտելու հարցում եւ խմելու հարցում նաեւ, որովհետեւ ալկոհոլը իրենով իսկ արդեն ճարպակալման է դեպի տանում։ Հետևեք ձեր առողջությանը եւ եղեք առողջ։